Շնորհակալություն։ Մեր երազանքի Հայաստանը։ Չունենալ երազանք եւ ապրել, արդյոք սա հնարավոր է։ Չունենալ ազգային երազանք եւ մարդկության գոյի պատմության դաժան ճանապարհը հաղթահարել, հասնել 21-րդ դար, արդյոք սա հնարավոր է։ Եվ հրաժարվել ազգային երազանքից։ Հրաժարվել 21-րդ դարում, երբ հենց մարդկային երազանքն է միակ շարժիչ ուժը, որ վեր է բարձրացնում յուրաքանչյուր հրթիռ դեպի տիեզերք, այլ ոչ թե քիմիական հրթիռային շարժիչ։ Մարդկության թերևս գաղտնի երազանքը լինել տիեզերական, այլ ոչ թե երկրային։ Եվ եկեք հրաժարվենք ազգային երազանքից եւ շարժվենք պրագմատիկ հաշվարկներով։ Հարց է առաջանում. այդ երբ այլոց տարածաշրջանային երազանքը դարձրեցինք հայկական պրագմատիզմ կամ հայկական իրատեսականություն։ Անգամ նրանք, ովքեր առաջ են տանում իրական Հայաստանի գաղափարը, այլ ոչ թե գաղափարը, նրանք ինչ որ մի փուլում երազել են իրական Հայաստանի մասին։ Եռաբլուր։ Եռագույնի անհամար ստվերներում մեր որդիներն են։ Նայեք նրանց երազկոտ աչքերում եւ պրագմատիկ պատասխանեք հետևյալ հարցին. ինչու։ Կարելի է նաև պրագմատիկ հարցեր ուղղել ազգային երազանք կամ ընդհանրապես երազանքներ մերժողներին։ Այո, երազանքներով ապրելը մի վատ հատկություն ունի։ Երազանքները հաճախ իրականանում են։ Ինչ անել։ Այսօր պիտի հստակ ձևակերպել, թե որն է ազգային երազանքը, մանիֆեստել, դարձնել ազգային ծրագիր, ազգային գաղափարախոսություն։ Չորոշելով, թե ուր ենք ցանկանում գնալ, տեղից չենք կարող շարժվել։ Դա նույնն է, ինչ մեքենա նստել եւ չիմանալ, թե ուր ենք ուզում գնալ։ Հույս ունենալով, որ մեքենավարը կկռահի, թե ուր պիտի գնանք։ Սա այսօրվա պատկերն է։ Ազգովի չգիտենք ուր ենք ուզում գնալ եւ հույսներս դրել ենք ընտրություններում մի խելացի մեքենավարի կամ փրկչի կհանդիպենք, որ մեզ կտանի դեպի պայծառ ապագա։ Ոչ, սա անհնար է։ Այս անիմաստ մոտեցմամբ արդեն բավականաչափ ապրել ենք։ Մեր համոզմունքն է, ուր գնալը որոշում է ժողովուրդը, ինչպես գնալը առաջարկում է քաղաքական ուժերը։ Իսկ կան արդյոք երազանքներ, որ բոլորս ունենք եւ անձնապես կհամախմբվենք այդ երազանքների շուրջ։ Եկեք պարզենք, ինչպիսի Հայաստանում ենք երազում ապրել։ Հիմա ես կբարձրաձայնեմ մեր երազանքները, դուք փորձեք պարզել արդյոք որքանով են դրանք ձերը։ Մեր երազանքի Հայաստանում միակ բնական ռեսուրսը մարդն է, եւ ապա մեր երազանքի Հայաստանում առաջինը կրթությունը պետք է լինի անվճար եւ աշխարհում ամենավորակով։ Երկրորդը առողջապահությունը պետք է լինի անվճար եւ աշխարհում ամենավորակյալը։ Երրորդ կենսաթոշակը պետք է լինի աշխարհում ամենաբարձրը։ Չորրորդ շրջակա միջավայրը եւ սնունդը պիտի լինեն աշխարհում ամենամաքուրը։ Հինգերորդ անվտանգությունը պիտի լինի աշխարհում ամենաբարձրը։ Վեցերորդ արդարադատությունը պիտի լինի աշխարհում ամենաբարձրը։ Յոթերորդ մարդու, բիզնեսի, երկրի մրցունակությունը պիտի լինի աշխարհում ամենաբարձրը, այսինքն հարկերը պիտի լինեն աշխարհում ամենացածրը։ Եթե համաձայն եք
ուրեմն այս 7 երազանքները կդառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացու երազանքների հռչակագիրը։ Մենք ընտրում ենք այս Հայաստանում ապրելը, որտեղ իրականանում են մեր երազանքները եւ որ անիմաստ կլինի փնտրել երազանքների իրականացման այլ երկիր։ Սփյուռքի յուրաքանչյուր մեր հայրենակցի երազանքն է այսպիսի Հայաստան վերադառնալը։ Մեր յուրաքանչյուր զավակի երազանքն է այսպիսի Հայաստանում սովորելը։ Մեր յուրաքանչյուր գործարարի երազանքն է այսպիսի Հայաստանում աշխատելը։ Մեր յուրաքանչյուր հայրենակցի երազանքն է այսպիսի Հայաստանում ապրելը։ Հաջորդ քայլը դա երազանքների իրականացման քաղաքականություն մշակելն է, որը կբերի ազգային ծրագրին։ Սա է մեր առաքելությունը։ Մենք սա կարող ենք անել եւ պետք է անենք։ Շնորհակալություն։